Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 65 եւ ավելի տարեկան անձանց ուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակացանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում մենք անդրադառնում ենք նաև առողջական այն խնդիրներին, որ բնորոշ են գերազանցապես տարիքային այս խմբին։ Այնպես որ նորթափ եւ երկրորդ շնչառություն վերցեք, այսօրվա թեման կարևոր է, անդրադառնալու ենք Պարկինսոնի հիվանդությանը։ Իմ հյուրը Արաբկիր բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանն է։ Բարի օր ձեզ բժիշկ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ տաղավարում եք եւ այս հաճախ պատահող հիվանդությանը կանդրադառնանք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր բոլոր ռադիոլսողներին եւ հանդիսատեսներին։ Շնորհակալ եմ։ Բժիշկ, Պարկինսոնի հիվանդության պարագայում ինչ դրսևորումներ են լինում, ինչ ախտանշաններով մարդիկ հասկանան, որ այս հիվանդությունը իրենց մոտ սկսում է եւ արդյոք դա հենց բնորոշ է 65 եւ ավելի։ Ես գիտեմ դեպքեր, որ ավելի վաղ են երևույթների հայտ գալիս։ Պարկինսոնի հիվանդությունը ինքնին նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մեկը, այսինքն պարզ լեզվով ասած, դա մի հիվանդություն է, որ ժամանակի ընթացքում բերում է գլխուեղի համապատասխան կառույցների, կենտրոնների վնասման։ Պատճառները մինչ օրս դեռևս ուսումնասիրվում են, կան տարբեր վարկածներ, բայց վերջնական հիպոթեզը հաստատված չէ, որն է պատճառաբանությունը հիվանդության։ Հիվանդությունը ախտահարում է, այո, առավելապես մեծահասակ անձանց 60 տարեկանից մեծ բնակչության գրեթե 1%-ը տառապում է նշված հիվանդությամբ, որը բավական մեծ թիվ է, սակայն հիվանդությունը հաճախ սկսվում է ավելի վաղ տարիքում եւ մենք ունենք հիվանդներ, որոնց մոտ արդեն հիվանդությունը բավական պրոգրեսիվ ընթացքի մեջ է, արդեն 40 տարեկան կամ մի փոքր ավելի վաղ տարիքում։ Հաճախ հիվանդները դիմում են բժշկի, երբ որ հիվանդության սիմպտոմները բավարար չափով պրոգրեսիվում են եւ հնարավոր է լինում հստակ դրանք հայտնաբերել, այսինքն երբեմն վաղ փուլերում հիվանդները չեն էլ նկատում այդ սիմպտոմները։ Այո, տարածված հիմնական սիմպտոմները, որոնք որ նկատվում են գրեթե բոլոր հիվանդների մոտ, դրանք շարժողական խանգարումներն են, ամենաարտահայտվածը դա լինում է դողը, վերջույթների դանդաղաշարժությունը, հավասարակշռության խանգարումները, վերջույթների կարկամությունը, երբեմն լինում է խոսքի խանգարումներ եւ նաեւ Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ են որոշակի վեգետատիվ խանգարումներ, քնի խանգարումներ, մարսողության որոշակի խանգարումներ եւ այլն։ Բժիշկ, նշված ախտանշանները համակցված են ի հայտ գալիս, թե կարող է միայն մեկի հայտ գալը արդեն անհանգստացնող է եւ ինչ աստիճանի դողը, նույն անքնությունը, որովհետեւ կարող է շփոթմունք լինել, այսինքն փունջը պիտի հայտ գա, որ մարդը մտածի, որ խնդիր ունի։ Շատ հաճախ մեր հիվանդները իրենց ախտորոշումը անմիջապես չեն ստանում, այսինքն այնպես չէ, որ հիվանդը դիմում է առաջին անգամ բժշկի եւ միանգամից դրվում է ախտորոշում, քանի որ ախտորոշումը ինքնին կլինիկական ախտորոշում է, չկա ինչ-որ մի կոնկրետ արյան հետազոտություն, ասենք որ մարդիկ անեն եւ ասեն վերջ դուք ունեք Պարկինսոնի հիվանդություն։ Սա կլինիկական ախտորոշում է եւ հաճախ սա դրվում է ինչ որ ժամանակ անցնելուց հետո, այսինքն քանի որ սիմպտոմներն էլ այնպիսին են, որ կարող են հանդիպել նաեւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Կան շարժողական շատ այլ խանգարումներ, որոնք իրենց կլինիկական պատկերով շատ նման են հենց Պարկինսոնի հիվանդությանը, բայց ունեն լրիվ այլ պատճառաբանություն, լրիվ այլ բուժում։ Հետևաբար ես խորհուրդ կտամ բոլոր անձանց, ովքեր նկատում են որոշակի նյարդաբանական սիմպտոմներ, սկզբում դիմեն նյարդաբանի։ Հետո նյարդաբանը, երբ որ արդեն կողմնորոշում է, որ սա ինչ որ շարժողական խանգարում է եւ կարիք կա ավելի նեղ հետազոտությունների, նա ճիշտ տարբերակն է, որպեսզի ուղղորդի շարժողական խանգարումներով զբաղվող նեղ մասնագետ նյարդաբանի մոտ, որոնք որ ավելի փորձառու են եւ զբաղվում են առավելապես հենց շարժողական խանգարումներով։ Քանի որ շարժողական խանգարումների մեջ էլ շատ դժվար է դիֆերենցիալ մի տեսակը մյուսից, բայց դա շատ կարեւոր նշանակություն ունի, քանի որ բուժման մոտեցումները լիովին տարբերվում են եւ կանխատեսումը, հետագա ընթացքը շատ տարբեր են։ Հետևաբար ես խորհուրդ կտամ, որ մարդիկ դիմեն բժշկի սիմպտոմների ի հայտ գալու հենց սկզբում, բայց մեր իրականության մեջ հաճախ հիվանդները դիմում են
եւ երբ որ պատմում են իրենց գանգատները, մենք սկսում ենք իրենց ավելի մանրամասն հարցեր տալ, հավաքել բժշկական անամնեզը, տեսնում ենք, որ 5-10 տարի առաջ արդեն իրենց մոտ ինչ որ սիմպտոմներ նկատվել են, ինչ որ վերջույթի շրջանում ցավ, դող, որոնց նրանք ուշադրություն չեն դարձրել, բայց տարիների ընթացքում դրանք պրոգրեսիվ են եւ հիվանդները հաճախ դիմում են կյանքի որակն է ուժում, ասենք ձեռքի դողը խոչընդոտում է ինչ որ գրելուն կամ սնունդ ընդունելու նոր մի քիչ էլ ընդանակ ոսկորի կամ երբեմն շարժական խանգարումների ուշադրություն չեն դարձնում, ինչեւ որ զարգանում են արդեն մտավոր ունակությունների նվազում, նույն դեմենցիան, որը որ շատ հաճախ է ուղեկցում Պարկինսոնի հիվանդությանը, եւ այդ ժամանակ են հարազատները դիմում։ Ես հենց դա եմ ուզում հարցնել, արդյոք Պարկինսոնի հիվանդությունը դեմենցիայի ընդհանուր տերմինի մեջ մտնում է եւ ուզում եի հարցնել կոգնիտիվ խանգարումներ լինում են, թե մարդը ինչ որ փուլում այնուամենայնիվ կոգնիտիվ ոչ մի խնդիր չունի, այսինքն եթե հիվանդությունը, այսպես ասենք, տարբերակենք ժամանակագրորեն կամ փուլերով, քանի փուլ ունի, որ փուլից է որ արդեն կոգնիտիվ խնդիրն են իհարկե գալիս։ Սա շատ ինդիվիդուալ է, կան հիվանդներ, որոնց մոտ ի սկզբանե Պարկինսոնի հիվանդությունը դրսևորվում է միայն, օրինակ, միակողմանի վերջույթների դողով, եւ անգամ 10-20 տարի հետո նորից հիվանդի մոտ առկա է միայն նշված սիմպտոմը եւ բուժման մոտեցումները լրիվ տարբեր են։ Չի գումարվում ոչ մի այլ սիմպտոմ, չի գումարվում մտավոր ունակությունների խանգարում, կոգնիտիվ խանգարումներ, բայց շատ հաճախ հիվանդությունը պրոգրեսիվող ընթացք ունի եւ այն սկսվում է միակողմանի, տարիներ հետո արդեն ընդգրկվում է նաեւ մյուս կողմի վերջույթները, տարիների ընթացքում դեղորայքը դառնում է ոչ արդյունավետ, դրսևորվում են դեղորայքի կողմնակի էֆեկտները, որոնցից ամենատարածվածը հենց դեղորայքի հանդեպ անտանելիությունն է, անկանոն շարժումները, դիսկինեզիաները եւ այլն, եւ սովորաբար դեմենցիան դա ավելի ուշ փուլերում է դրսևորվում հիվանդության։ Սակայն կան հիվանդներ, որոնք անգամ 2-3 տարի հետո արդեն զարգացնում են որոշակի խանգարումներ։ Կա ինչ որ փաստական տվյալ Հայաստանի պարագայում, թե որ տարիքին է ավելի բնորոշ, որ տարիքից ավելի շատ կամ երիտասարդացման մասին խոսեցինք, քանի տարեկան 40 նույնիսկ դուք մատնանշեցիք։ Այո, մենք ունենք հիվանդներ, այդ հիվանդները հիմնականում հաճախում են նյարդաբանների մոտ, այսինքն նյարդավիրաբուժի մոտ հազվադեպ են լինում, բայց մի քանի անգամ ինձ են դիմել հիվանդներ, որոնք ավելի երիտասարդ են, բայց ամբողջ աշխարհում ընդունված է այդ դասակարգումը, որ 60 տարեկանից մեծ բնակչության մոտ 1%-ը տառապում է նշված հիվանդությամբ։ Նրանք տարբեր կլինիկական ընթացքով ձևեր են, տարբեր պրոգրեսիվության եւ բոլորն էլ ունեն ընդհանուր ախտորոշումը Պարկինսոնի հիվանդություն։ Պատճառագիտության մասին խոսենք, կա այդպես ինչ որ բնորոշ բան, թե ինչից է։ Ես կարծես թե կարդացել եմ, թե ինչ պակաս շարժվելն է բերում այս խնդրին արդյոք։ Պատճառները վերջնական ուսումնասիրված չեն, կան բազմաթիվ վարկածներ, այսպես թե աուտոիմուն, թե ինչ որ սպիտակուցային փոխանակության խանգարումներ, թե ինչ որ ժառանգական նախատրամադրվածություն, թե ինչ որ հետ-ինֆեկցիոն աուտոիմուն, այսինքն սխալ ռեակցիաներ եւ այլն, շատ տարբեր վարկածներ կան, սակայն անգամ պաթոգենեզ, այսինքն մեխանիզմը ինչպես է զարգանում հիվանդությունը լիարժեք ուսումնասիրված չէ, լիարժեք, բայց ուսումնասիրված է շատ խորը եւ ընդհանուր բոլորս գիտենք, որ հիվանդությունը դրսևորվում է բազալ հանգույցների գլխուեղում տեղակայված խորանիստ օջախներ են դրանց հիմնական մի մասի ախտահարումով եւ այդ ախտահարումն է, որ բերում է նշված կլինիկային, այսինքն այդ դողին, դանդաղաշարժությանը եւ հավասարակշռության խանգարումներին, պրոգրեսիվող եւ այլն։ Աշխարհը ինչ բուժում է առաջարկում արդյունավետ, արդյոք լիարժեք բուժում կա եւ ոնց որ համաշխարհային պրակտիկան, նորարարությունները ներկայացնելով գանք, թե մեր երկիրն ինչ առաջարկում այս հիվանդներին։ Որպեսզի հասկանանք բուժման մոտեցումները, պետք է մի քիչ անդրադառնանք պատմությանը, ինչպես է զարգացել, քանի որ ես ասացի, խնդիրը մակերեսային չէ, խնդիրը գլխուղեղի բավական խորը տեղակայմամբ հանգույցների, այսինքն կորիզների ախտահարումն է եւ բժշկության համար գլխուղեղի այդ խորը ստրուկտուրաները մինչ օրս լիարժեք հասանելի չեն, այնտեղ միջամտությունները սովորաբար ուղեկցում են բավական լուրջ բարդություններով եւ կարելի ասել, որ բաց վիրահատական միջամտություններ նշված զոնաներում չեն իրականացվում։ Ինչպես հաճախ է լինում բժշկության մեջ, տարիներ առաջ, տասնյակ տարիներ առաջ վիրահատության ժամանակ Պարկինսոնով հիվանդի մոտ այլ խնդրի կապակցությամբ գլխուղեղի վիրահատության ժամանակ սխալմամբ, երբ որ վնասվեց մի կարևոր զարկերակ, որը որ սնուցում էր հենց այդ օջախները,
տեսան, որ հիվանդը արթնացավ, այդ բազալ հանգույցները, վիրահատությունից հետո հիվանդը արթնացավ միակողմանի թուլությամբ, բայց նաև չկար այդ դողը եւ այլն, եւ դա արդեն օգնեց բժիշկներին, գիտնականներին այդ օրերի, որպեսզի հասկանան, որտեղ են թաքնված այս հիվանդության գաղտնիքը։ Եվ այդ տարիներին սկսեցին առաջին փորձերը 60-ականներին, իրականացվում էին տարբեր վիրահատություններ, բաց, որոնք որ հաճախ ուղեկցում էին բավական լուրջ բարդություններով, այո, հիվանդները դադարում էին դողալ, դադարում էր իրենց մոտ այդ անկանոն շարժումները, բայց նաև բավական լուրջ պարալիզ էր առաջանում հիվանդների մոտ, շարժողական խանգարումներ։ Հետևաբար, երբ որ բժշկությունը զարգացավ եւ հայտնաբերվեց այդ մերօրյա օգտագործման այդ կարևոր դեղորայքը լևոդոպա, կարբիդոպա, նշված վիրահատությունները հետին պլան մղվեցին, քանի որ դեղորայքը բավական արդյունավետ էր վերահսկում շարժողական խանգարումները եւ ճուներ այդ բարդությունների ռիսկը։ Սակայն անցան նորից տարիներ եւ բժշկությանը հայտնի դարձավ, որ շատ արագ որոշ հիվանդների մոտ մի քիչ ավելի ուշ նշված դեղորայքի հանդեպ զարգանում է կայունություն հիվանդության եւ նաեւ հիվանդությունը պրոգրեսիոն։ Այո, եւ եթե նախկինում հիվանդը կարիք ուներ դեղորայք ընդունել օրինակ օրական 2-3 անգամ, ապա տարիներ անց հիվանդը կարիք է ունենում անընդհատ դեղորայքի ընդունման, 2 ժամ, 1 ժամ, 1 դեղաչափերի բարձրացման եւ նաեւ արձանագրվեցին դեղորայքի կողմնակի էֆեկտները, որոնք երբեմն ավելի շատ են հիվանդի կյանքի որակը վատթարացնում, քան բուն հիվանդությունը։ Հետևաբար նորից թափ ստացավ վիրաբուժությունը, այո, եւ այս ամենին օգնեց Lexel-ի կողմից հայտնաբերված այդ ստերեոտակտիկ շրջանակը, որը որ մի սարք է, որը հնարավորություն է տալիս, այսպես ասած, գլխուղեղի թվային քարտեզ ստեղծել, թվային կոորդինատային համակարգ եւ դրա օգնությամբ 0.6 մմ-ի ճշտությամբ թիրախավորել գլխուղեղի ցանկացած ամենախորը հատվածներում տեղակայված հանգույցները կամ օջախները եւ համակարգը հնարավորություն է տալիս մինիմալ ինվազիվ, այսինքն շատ փոքր միջամտությամբ առանց ինչ որ բաց մեծ տրավմատիկ վիրահատությունների հասնել համապատասխան զոնային։ Եվ առաջին этаպը վիրահատությունների, որոնք իրականացվում էին, դա համապատասխան կորիզների շատ փոքր էլեկտրոդի օգնությամբ, շատ բարակ էլեկտրոդի օգնությամբ այդ կորիզների այրումն էր։ Դա կարող էր լինել ռադիոհաճախային աբլյացիան կամ այլ եղանակներով, իմաստը նշված ախտահարված կենտրոնների վնասումն էր, որը որ բավական առողջատված կմնար, այսինքն ֆունկցիոնալ հատված մնում էր, երբ որ այո, իհարկե, դրանք պարզապես ախտահարված օջախներ էին, որոնք որ ընդգրկված են այդ հիվանդության ընթացքի մեջ, երբ որ իրականացվում էր նշված օջախների վնասում, շատ լավ վերահսկվում էին նշված խնդիրները հիվանդության։ Սակայն մեր օրերում էլ այդ վիրահատությունները դեռևս որոշ երկրներում կիրառվում են։ Սակայն նշված միջամտությունները նորից ունեին սահմանափակումներ, իրենք առավելապես ազդում էին դողի վրա եւ լավ չէին վերահսկում մյուս սիմպտոմները։ Ինչպես նաեւ սրանք կարելի ասել մեկ անգամյա միջամտություններ էին եւ այս միջամտություններից հետո հաշվի ենք առնում, որ հիվանդությունը նորից պրոգրեսիվում էր եւ հաճախ տարիներ անց նորից սիմպտոմները վերսկսում էին։ Նորից նույն տեղում նույն վիրահատությունը կրկնել կատարվում էին, բայց ոչ այդքան արդյունավետ։ Եվ 90-ականներին առաջին անգամ բժշկությանը հայտնի դարձավ մի երևույթ, որը որ կոչվում է գլխուղեղի խորանի ստիմուլյացիա, որը որ իր էությամբ շատ պարզ ինչ որ էլեկտրական հոսանքի օգնությամբ գլխուղեղի որևիցե հատվածի անընդհատ, այո, խթանումն է, ստիմուլյացիան է։ Եվ բժշկությանը պարզ դարձավ, որ նշված միջամտությունը իր էությամբ համարժեք է այդ կորիզների վնասմանը, սակայն այն անվտանգ է։ Այսինքն, երբ որ մենք էլեկտրական հոսանքով ստիմուլացնում ենք նշված զոնան, մենք ճնշում ենք այդ հատվածի ախտաբանական ակտիվությունը առանց որևիցե վնասված կառաջացնելու, առանց որևիցե այրում առաջացնելու։ Եվ գուցե հնարավոր է բազմակի կիրառել բարբերաբար, թե։ Հա, հիմա կնշեմ, սա ոչ թե բազմակի, այլ սա անընդհատ process է։ Եվ այդ 90-ականներից 97 թվականից արդեն նշված միջամտությունները գլխուղեղի խորանի ստիմուլյացիան սկզբում էսենցիալ դողի համար, հետո նորից Պարկինսոնի հիվանդության եւ մեր օրերում արդեն շատ այլ հիվանդությունների համար դարձան ոսկե ստանդարտ վիրաբուժական։ Եվ սա ինչ է իրենից ենթադրում։ Ձեր հարցին պատասխանելով ասեմ, որ ոչ թե կարելի է կրկնել, այլ այս process-ը արվում է մեկ անգամ, գլխուղեղում համապատասխան կորիզներում խորանիստ տեղադրվում են
երկու էլեկտրոդներ սովորաբար, մեկը աջ, մյուսը ձախ կողմից։ Ամեն էլեկտրոդը, դրանք շատ բարակ լարեր են, ամեն էլեկտրոդը ունի 4-ից մինչև 12 կոնտակտներ, այսինքն ամեն կողմից գլխուղեղում տեղադրվում է մեկական էլեկտրոդ, սակայն ամեն էլեկտրոդը ունի 4-ից 12 կոնտակտ։ Եվ այդ լարերը դուրս են գալիս գանգի փոքր անցքերից, գանգի վրա փոքր անցքերի օգնությամբ են տեղադրվում եւ մաշկի տակով, ենթամաշկային հյուսվածքով գալիս միանում են հոսանքի գեներատորին, որը որ փոքրիկ կարելի ասել համակարգիչ է, որը տեղադրվում է մաշկի տակ։ Եվ սա մեկ անգամ տեղադրվում է եւ մշտապես մնում է հիվանդի օրգանիզմում, այսինքն արտաքինից որևիցե բան չի երևում, ոչ ոք չի կարող հասկանալ, որ հիվանդին տեղադրված է նշված սարքը, ինչպես օրինակ կարդիոստիմուլյատորները, որոնք տարբեր արիթմիաների ժամանակ օգտագործում են վաղուց, նույն կերպ էլ նեյրոստիմուլյատորները, որոնք որ մշտական, այսինքն օրը 24 ժամ, շաբաթը 7 օր ստիմուլացնում են նշված օջախը։ Եվ ամենակարևոր առավելությունը ի տարբերություն դեղորայքի սրանց այն է, որ եթե դեղորայքը ազդում է օրինակ ընդունելուց 30 րոպե հետո իր ազդեցությունը հավաքում է մոտ 1 ժամվա ընթացքում եւ ապա ասենք 2 ժամվա ընթացքում այո եւ իջնում է իր ազդեցությունը եւ ունի բազմաթիվ հակացություններ, բազմաթիվ կողմնակի էֆեկտներ եւ սովորաբար հիվանդների մոտ ինչ որ ժամանակ անց զարգանում է կայունություն դրա հանդեպ, ապա եւ որպեսզի միտքը ավելի հասկանալի նշեմ, որ հիվանդների մեծ մասը տառապում էին հենց դեղորայքի on-off, այսինքն դեղորայքի առկայությամբ կամ բացակայությամբ այդ վիճակներից, այսինքն երբ որ դեղորայքի ազդեցությունը նվազում է, մեր հիվանդներից ունենք, որ անգամ դառնում են անշարժ, արձանի նման անշարժ։ Իրենք չեն կարող անգամ մի քայլ անել, չեն կարող մի բառ ասել։ Եվ իրենց անհրաժեշտ է մշտական խնամ 24 ժամյա, անմիջապես պետք է տալ դեղորայքի հաջորդ դոզան եւ ժամանակ է պետք մինչեւ դեղը դոզը հավաքի, նորից կարճ ժամանակ հետո դոզան անցնում է եւ այսպես։ Իսկ գլխուղեղի խորանի ստիմուլյացիան վիրահատություններից հետո ապահովում է հենց այդ 24 ժամ շարունակ արդյունքը, երբ որ ամբողջ տարի, ամբողջ կյանքի ընթացքում ինչքան որ կապրի հիվանդը իր սարքը միացված է եւ օրը 24 ժամ ստիմուլացնում է նշված կենտրոնները, այսինքն մենք չունենք այդ off փուլերը։ Միշտ մի միջանկյալ հարց։ Բուժառուի տեսակետից ինքը ինչ որ բան պիտի միացնի, ինչ որ բան կրում է, այսինքն տանը ինչ է փոխվում, բարբերաբար պիտի ձեզ մոտ հաճախի։ Տեսեք, կան նախ սարքերի երկու տեսակներ, սարքերը արտադրվում են շատ տարբեր կազմակերպությունների կողմից, բայց կան հիմնական երկու տեսակներ։ Առաջին տեսակը դրանք չլիցքավորվող սարքերն են, որոնք որ մեկ անգամ իմպլանտացվում են հիվանդին, տեղադրվում են եւ ունեն ինչ-որ կյանքի աշխատանքի տևողություն։ Միջինում դրանք մինչեւ 5 տարի աշխատանք են երաշխավորում։ Այսինքն մեկ անգամ վիրահատելուց հետո նրանք աշխատում են 3-ից 5 տարի եւ 3-ից 5 տարի հետո սարքը լիցքաթափվում է եւ կարիք կա փոխարինելու հենց բուն նեյրոստիմուլյատորը, ոչ թե գլխուղեղի էլեկտրոդները, դրանք մնում են ամեն ինչ մնում է գլխուղեղում նույնը, պարզապես այս սարքը շատ փոքրիկ միջամտությամբ փոխարինվում է։ Այս սարքերի պարագայում հիվանդները կարիք չունեն սարքի լիցքավորման, ինչ որ այլ բաների, բայց բոլոր սարքերի հետ տրամադրվում է հիվանդի ծրագրավորիչ։ Քանի որ հիվանդությունը ինքը բարդ հիվանդություն է եւ տարբեր հիվանդների մոտ տարբեր սիմպտոմներ են դրսևորվում եւ անգամ նույն հիվանդի մոտ օրվա տարբեր ժամերին, տարբեր իրավիճակներում տարբեր սիմպտոմներ են դրսևորվում, ապա մենք հնարավորություն ունենք, ես նշեցի, որ սարքը սովորաբար ղեկավարում է 8-ից մինչև 32 կամ ավել կոնտակտներ։ Մենք հնարավորություն ունենք տեղադրելու ծրագրավորման տարբեր ռեժիմներ, այսինքն ստիմուլյացիայի տարբեր ռեժիմներ, ծրագրավորել կոնկրետ հիվանդի մոտ տարբեր ռեժիմներ, եւ եթե հիվանդը ի վիճակի է, նրա մտավոր ունակությունները թույլ են տալիս, որպեսզի ինքը ինքնուրույն փոխի մեկ ռեժիմից մյուսը, մենք կարող ենք հիվանդի ծրագրավորիչով իրեն հնարավորություն ընձեռել, կախված իր սիմպտոմների արտահայտվածությունից մեկ կամ մյուս սիմպտոմի փոխել ծրագիրը։ Օրինակ, ունենք հիվանդ, որը որ ինչ որ մի ծրագրով, սարքի մի ծրագրով շատ լավ քայլում է, դող չունի, բայց այդ ժամանակ իր խոսքը, իր ձայնը լավը չեն, այսինքն դրանք տուժում են։ Եվ մեկ այլ ռեժիմ, որի ժամանակ որ իր շարժողական ֆունկցիաները լավ չեն վերահսկվում, բայց խոսքը բավական լավ է։ Եվ մենք կարող ենք հիվանդի համար երկու ծրագիր ստեղծել իր փոքրիկ սարքի մեջ եւ ինքը ըստ անհրաժեշտության կարող է տեղադրել մեկ կամ մյուս ծրագիրը։ Մենք ունենք հիվանդներ, որոնք բավական տեղեկացված են իրենց հիվանդությունից, ծրագրավորման մեթոդներից եւ մենք հնարավորություն ենք ընձեռում նրանց ըստ անհրաժեշտության բարձրացնել ստիմուլյացիայի հաճախությունը, հզորությունը,
փոխել էլեկտրոդները եւ այլն։ Միշտ այս այն դեպքում, երբ որ երկարատև լիցքավորվող համակարգն է, երկարատև ասվածը տեսանք, որ պայմանական 5 տարի եւ կա նաեւ լիցքավորվող տարբերակ ենթադրում եմ։ Այո, լիցքավորվող տարբերակը իր էությամբ լրիվ նույնն է, պարզապես սարքը հնարավորություն է տալիս աշխատել մինչև 20 տարի, վերջին սարքերը մինչև 25 տարի, սակայն այն պահանջում է անընդհատ լիցքավորում, այսինքն սարքը միջինում 10-15 օրը մեկ կարիք ունի լիցքավորման եւ լիցքավորումը իրականացվում է նոր սմարթֆոնների շատ նման, այսինքն անլար լիցքավորման եղանակով հատուկ սարք կա անլար լիցքավորիչ, որը որ հիվանդը նախապես լիցքավորում է սովորական հոսանքից, ապա կարճ ժամանակ մոտ 30 րոպե կախելով իր կրծքավանդակի վրա անգամ կարող է հագուստի տակից եւ դա չերևալ, ինքը հեռահար լիցքավորում է իր սարքը։ Իսկ ամբողջ կյանքներս լիցքավորում ենք հեռախոս, մեքենա, հիմա եթե հիվանդության լուծումը կա, դա էլ կլիցքավորեք։ Գիտեք ինչն ինձ հետաքրքիր, որքան է այս բուժման եղանակը այսօր պրակտիկ մեր երկրում, քանի տասնյակ կամ 100-ավոր մարդիկ են օգնում, թե դեռ նորարարություն է։ Այդ բուժման եղանակը ավելի քան 24 տարի է ապացուցված արդյունավետ բուժման մեթոդ է աշխարհի զարգացած երկրներում, առաջինը Ամերիկայում, Հայաստանում ցավոք սրտի ամեն ինչ ավելի ուշ է հասնում, պայմանավորված սարքերի անհասանելիությամբ, պայմանավորված թանկարժեք տեխնիկայի անհրաժեշտությամբ, մասնագետների վերապատրաստմամբ Հայաստանում նշված վիրահատությունները կոնկրետ մեր բուժկենտրոնում իրականացվում են 2022 թվականից։ Հիվանդության եւ հիվանդների քանակը հազարավոր է, քանի որ ասացինք, որ 60-նանց բնակչության 1%-ը տառապում է, ոչ բոլոր հիվանդներին է ցուցված նշված վիրահատությունը, սա շատ կարևոր է նշել, եւ վիրահատել թե չվիրահատել հիվանդին, այս որոշումը կայացնում է ոչ թե նյարդավիրաբույժը առանձին, այլ կայացնում է, այո, մասնագետների թիմը։ Եվ որոշման կայացման մեջ ամենամեծ դերը ունի հենց շարժողական խանգարումների նյարդաբանը, որի մասին ես նշեցի, քանի որ շարժողական խանգարումների նյարդաբանի կողմից պետք է իրականացվի հատուկ թեստավորում։ Հիվանդի բոլոր սիմպտոմները, հիվանդի մտավոր ունակությունները, ձեռագիրը անգամ, քայլվածքը, շարժումների ծավալը, մկանային ուժը, այդ բոլորը պետք է հատուկ սանդղակով թեստավորվի եւ ամենակարևորը դեղորայքին հիվանդության պատասխանը։ Քանի որ կան դեպքեր, երբ որ վիրահատությունը հակացուցված է հիվանդներին, օրինակ, եթե հիվանդի մոտ կա խիստ արտահայտված դեմենցիա եւ նաեւ շարժողական խանգարումների սահմանափակում, այդ հիվանդին նպատակահարմար չէ վիրահատել, քանի որ վիրահատությունը օգնում է առավելապես շարժողական խանգարումներին։ Եվ վիրահատությունից հետո, եթե արդեն կա դեմենցիա, անգամ կարող է դեմենցիան ավելի արագանալ։ Մենք պետք է հստակ ֆիքսենք, որ վիրահատությունը չի բուժում լիարժեք հիվանդությունը։ Այսօր չկա Պարկինսոնի հիվանդության լիարժեք բուժում։ Այո, սակայն գլխուեղի խորանի ստիմուլյացիան Պարկինսոնով հիվանդների մոտ կարող է էապես շատ լուրջ փոխել հիվանդի կյանքի որակը։ Մենք ունեինք հիվանդներ, որոնք տարիներով տանից դուրս չէին գալիս, ունեին մշտական խնամքի կարիք, այսինքն բացի այն, որ իրենք անաշխատունակ էին, նաև ինչ որ մեկը ամբողջ օրը զբաղված էր նրանց խնամքով, երբեմն անգամ մեկը, չէ, երկուսը, քանի որ 24-ժամյա խնամք է պահանջում։ Մենք ունենք հիվանդներ, որ անգամ անկողնուց ինքնուրույն չէին կարող վեր կենալ, սակայն վիրահատությունից հետո էական կյանքի որակը փոխվել է, անգամ մեքենա են վարում, անգամ իրենց խնամքին թողնվում են իրենց թորնիկները եւ այլն, այսինքն էական կարող է փոխել հիվանդի կյանքի որակը։ Այո, հիվանդների համար դա կարող է թվալ անգամ լիարժեք բուժում, բայց դա լիարժեք բուժում չէ։ Հիվանդությունը շարունակում է պրոգրեսիվել եւ հենց սարքը հնարավորություն է տալիս հիվանդության պրոգրեսիվմանը զուգընթաց իրականացնել նորից վերածրագրավորում, փոխարինել ռեժիմները, փոխարինել կոնտակտները, նոր ծրագրեր փորձել եւ փորձել լիարժեք վերահսկել արդեն նոր սիմպտոմները։ Ցավոք սրտի պայմանավորված սարքի բավական մեծ արժեքով այն դեռևս հասանելի չէ մեր շատ հիվանդների։ Հայաստանում ներկայացված սարքերը այսօր չլիցքավորվող եւ լիցքավորվող իրենց արժեքները տատանվում են 5-ից մինչեւ 10 միլիոն դրամի սահմաններում, սա միայն սարքն է եւ վիրահատությունը, որը որ մոտ արժե 2 միլիոն դրամ, մի փոքր ավելին, եւ ցավոք սրտի դեռևս համընդհանուր ապահովագրության շրջանակներում չի ֆինանսավորվում նշված ծառայությունը։ Բայց լավն այն է, որ գոնե լուծում կա, հա, որ գոնե հնարավորություն կա։ Այո, լուծում կա եւ 1 տասնյակից ավել արդեն կան վիրահատված հիվանդներ եւ բավական լավ արդյունքներ ունենք վիրահատված հիվանդների մոտ։ Եվ պետք է նշեմ նաեւ, որ ունենք շատ հիվանդներ, որոնք ի վիճակի են
նշված վիրահատությունը իրականացնել, սակայն անցնելով թեստավորում մենք տեսել ենք, որ նրանց համար արդյունավետ չի լինելու։ Եվ նրանք մեզ բազմիցս դիմել են, խնդրել են, որ իրենց վիրահատենք, ասել ենք, որ չէ, քանի որ դա ձեզ պարզապես արդյունավետ չի լինի։ Եվ անգամ ունենք նշված անձնակազմից հիվանդներ, ովքեր դիմել են արտերկիր, այնտեղ վիրահատվել եւ շատ վատ արդյունքներով վերադարձել Հայաստան, քանի որ արտերկրում կարող է դա դիտարկվել որպես ինչ-որ բիզնես նպատակ եւ իրականացվի վիրահատությունը։ Առաջին քայլը, եթե մենք մտածում ենք վիրահատության մասին, դա թեստավորումն է։ Կա համապատասխան թեստ, որը որ մեզ հստակ ցույց է տալիս, որ ինչքանով է հնարավոր վերահսկել հիվանդի հիվանդությունը, քանի որ միևնույն հիվանդին հնարավոր է, որ այսօր պետք չի այդ վիրահատությունը, դեռևս դեղորայքը լավ օգնում է, դեղորայքը առաջին պլանում է բուժման, երկրորդ պլանում է վիրահատությունը, եւ հնարավոր է 5 տարի հետո այդ նույն հիվանդին խիստ ցուցված է վիրահատությունը եւ հնարավոր է, եթե նա բաց թողնի այդ ոսկե ժամանակ, այսպես ասած, անցնի եւս մի քանի տարի, արդեն բավական ուշ լինի եւ մենք այլևս չկարողանանք օգնել հիվանդին։ Հրաշալի, ամեն դեպքում ուրախալի է, որ լուծում կա, թեկուզ որոշ դեպքերում եւ արդյունավետ է ձեր ներկայացած օրինակները շատ պատկերավոր են։ Կա ավելացնելու բան այս թեմայի շուրջ։ Աշխարհում վերջին տարիներին լայն թափ է ստանում բուժման վիրաբուժական մեկ այլ մեթոդ, կենտրոնացված ուլտրաձայնային ճառագայթներով նշված զոնաների այրումը, որը որ շատ նման է այն հին մեթոդին, որի մասին խոսեցինք, սակայն այս մեթոդի ամենամեծ առավելությունն այն է, որ այն իրականացվում է առանց որևիցե կտրվածքի, առանց անգամ մինիմալ գանգի վրա անցք տեղադրելու, ինչպես նշեցի մեր վիրահատության դեպքում, այո, սա մինիմալ ինվազիվ, քիչ տրավմատիկ, բայց այնուամենայնիվ, այո, միջամտություն է, ունի շատ փոքր բարդությունների ռիսկ, մինչև 2%, բայց այնուամենայնիվ 0 չէ։ Այս նոր մեթոդը, որը որ իրականացվում է ոչ մի կտրվածք չկա եւ դա ընդհանրապես րոպեներ տևող միջամտություն է, որից հետո հիվանդները գնում են տուն, սակայն այն ունի շատ սահմանափակումներ, ինչպես որ հենց այն առաջին են հին մեթոդը։ Այն առավելապես իրականացվում է միակողմանի դեպքերում, իսկ շատ հաճախ մեր հիվանդների մոտ սիմպտոմները երկկողմանի են, եւ սա մեկանգամյա միջամտություն է, այսինքն միջամտություն է առանց հետագա հսկողության։ Մենք մեկ անգամ այրում ենք եւ հնարավոր է 1 տարի հետո հիվանդի սիմպտոմները վերսկսեն ու մենք հնարավորություն չունենք կրկին ինչ-որ պրոցեդուրա անելու։ Եվ նաեւ այն ավելի մեծ բարդությունների ռիսկ ունի, քանի որ կարող է առաջացնել անգամ լուրջ հաշմանդամություն։ Շնորհակալ եմ, բժիշկ, շատ առաջադեմ, ճիշտ ասած, զրույց ստացվեց։ Իմ տեսակետից ուրախալի, որ երբ որ լուծումներ ենք առաջարկում, դա էլ կարծում եմ, որ ունկնդիրների համար էլ մարդիկ, որ ունեն այս խնդրեմը կամ կասկածում են, թե ունեն, օգտակար եղավ եւ ամենակարևորը ժամանակին դիմել բժշկի, չթողնել, որպիսի ախտանշանները շատ գլուխ բարձրացնեն, ականջետև չքսել, սա ամենակարևոր մեղքն է, որ պիտի մարդիկ իմանան եւ մտածեն, որ լուծում կա արդեն։ Շատ շնորհակալություն։ Կուզեմ առողջություն մաղթել ձեր բոլոր ռադիոլսողներին։ Շնորհակալ եմ հավերի համար։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք նրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ, առողջ ու երկար կյանք եմ մաղթում։